Ինձ որ ասում են Նանա ջան, երբ անից ես երգում, ես միշտ ասում եմ մամայից փորից եմ երգում։ Եթե Նանան միտեղ երգի ու մայրիկ չի երգի, ուրեմն Նանան չի երգի։ Լավ կերպարն ինչ կերպար, հիմա լրիվ են մերկացել, ինչ ասես անում են։ Հիմա բոլորը արդեն առանց բյուստ են տեսահոլովակներ նկարում, այնպես որ մենք շատ համեստ ենք եղել։ Միշտ մի բան չեմ կարողացել հասկանամ, ինչու աղջիկների մասին խոսում են, թե պիտի ունենա սիրած, բայց տղաների մասին չեն խոսում, որ պիտի ունենա սիրուհին ավրեն գումար դնում։ Ինձ հրավիրողը ու իմ այն մեծ երկրպագուն եղել է Փեսայի մաման։ Փեսայի մաման է ինձ հրավիրել, իմ սիրուհին է եղել կամ իմ սիրեկանն է եղել։ Դες հիմար խոսակցություններ չի կարելի, Ժորժ ջան։ Մի տարեկան, 2 տարեկան երեխաներին, որ պարացնում են, ինչ են ասում են ջազի տակ բարի, թե ռոքի տակ բարի, ինչի տակ են պարացնում, ասում են տենգելե, տենց ենք պարացնում երեխեքին, թե ասում են I wanna be loved, չէ, ես ուզում էի դեսպանիդ անգամ հանդիպեի, որպեսզի բացատրեմ, որ ես մեղք չունեմ, իմ գլխին դա սարքել են տգետ, անգրագետ մարդիկ։ Իսկ Նանան ունի սիրելի տղամարդ։ Իհարկե ունի, ոնց կարա Նանան անտերելի սպասում եմ, շատ եմ երազում աղջիկ ունենալ։ Ինքս ինձ այնքան եմ սիրում, որ ոչ մի բանից չեմ կտրում, ինչ սիրտս քաշում այն էլ անում եմ։ Ես ապրում եմ իմ կոմֆորտով։ Եթե մարդու հետ ինձ կոմֆորտ չի, ես չեմ շփվում։ Ես ուզում եմ ապրել երջանիկ իմ բեմում, իմ ժողովրդի հետ, իմ կոմֆորտի մեջ։ Շատ բարի եմ, չափից դուրս։ Ինքս իմ վրա ջղայնանում եմ, գնում եմ տուն, ասում եմ հերիքա, այ դեբիլ, այ բարի է, քիչ բարի է եղել։ Ամենաթանկ բանը, որ մեր կյանքում կա, դա մեր ժամանակն է։ Սեր, շատ սեր եմ տալի իմ ժողովրդին, կուզենամ, որ այդ սերը փոխադարձ լինի, բայց փառք Աստծո, ինձ շատ են սիրում։ Ես ինձ չեմ համարում թագու, ես համարում եմ սիրված երգչուհի։ Իդեալական կերպարը ձևավորվում է ճիշտ ընտրված դետալներով, որոնք արտացոլում են անթերի ոճն ու ճաշակը, անհատականությունը և արժեքները գնահատելու արվեստը։ Ցայր Տիգրան, ազնվական վայելքը ձեր ձեռքում։ Բարև ձեզ, Բաց TV-ի եթերում «Չասված խոսքեր» հաղորդաշարն է։ Այսօր իմ հյուրը երգչուհի Նանան է։ Բարի գալուստ «Չասված խոսքեր», իմ շատ սիրելի Նանա։ Ողջույններս։ Ինչպե՞ս ես։ Քեզ եւ մեր ունկնդրին։ Շատ լավ եմ, փառք Աստծո։ Արդեն կամաց դեպի լավը, դեպի լավը։ Երբ պատրաստում էի հարցազրույցին, ես այսպես միանգամից հիշեցի քո մուտքը դեպի շոու բիզնես, շատ այսպես բումային էր, շոկային էր, քո մայրիկ երգը այսօր էլ միշտ հիշվում է եւ կարելի է ասել քո ստեղծագործական կյանքում այն շեդևր է, հա, եւ ընդհանուր հայ հասարակության երգացանկում։ Ինչ կհիշես այդ շրջանից, ինչպես էր քո մուտքը, ինչպես քեզ դիմավորեցին, այսպես ասած, քո գոլեգաները, ովքեր որ տարիներ շարունակ դեռ շոու բիզնեսում էին։ Չգիտեմ ինչու ժողովուրդը ինձ հիշում է 90-ական երգչուհի, երևի ինձ շփոթում են Լիլիթ Կարապետյանի հետ։ Ես 90-ական չեմ, 2000-ականներից եմ, 2003 թվականից եմ սկսել երգել։ Իմ անուշ մայրիկ երգով եմ ճանաչվել, արդեն 21 տարի է, ես դա անդադ ասում եմ, կրկնում եմ, բայց չգիտեմ ինչու բոլոր հաղորդավարները ուզում են դա իրենց անձամբ իրենց տաղավարում էլ դա հնչի։ Սկսել եմ երգել 2003 թվականից, ինչու երգը սիրվեց, որովհետև մեր ժողովուրդը, մեր ազգը շատ ծնողապաշտ է, նամանավանդ մայրասեր, ծնողապաշտ ազգ ենք մենք։ Երգն էլ ունեցավ մեծ անուն, համբավ սեր, ժողովրդի կողմից երևի թե գեղեցիկ էի կատարել եւ երգը մինչ օրս լսում են, կան որ cover տարբերակով երգել են եւ բոլորը ինձ են նշում, որ սա քո երգն է, տեսեք որ Այսինքն ժողովուրդը սովոր է քո կատարմամբ լսել։ Այդ երգը կատարմամբ լսել, հա, դե երգով եմ ճանաչվել, այո։ Իսկ իմ գոլեգաները շատ լավ են ընդունել, ճիշտ է, եղել են երգիչ երգչուհիներ, որոնք որ այսօրվա դրությամբ ինձ համար շատ հարազատ մարդիկ են, իմ գոլեգաները բոլորն էլ, բայց ժամանակի հետ չէին ճանաչում, կամաց ընտելացան։ Ես հիշում եմ, որ այդ տարիներին առհասարակ մայրիկի նվիրված երգերը շատ քիչ էին եւ կարծես թե արգելված թեմա դա լիներ։ Չգիտես ինչու դա ռաբիստ
թեմա էր, դա ընտանեկան թեմա էր, այսինքն մայր գովերքող երգչուհի դառնալը ինձ բերեց մեծ համբավ, մեծ անուն ստեղծ Եվ մենաշնորհային էր հենց այդ շրջանում քեզ համար։ Բայց դա, չգիտես ինչու, ժողովրդի համար շատ այսինքն թույլ բաներ էլի, level էր ասենք, բայց հետո իրանք հասկացան, որ դա շատ լավ էլ Քեզանից հետո եղան երգչուհիներ, ովքեր կրկին Ինձանից հետո մայրիկի բոլորը մասին դա երգեցին։ երգեցին, հա, ողջունել էր, շատ լավ էր, կարևորը առաջինի ես էի։ Եվ կարևորը, որ ժողովուրդը քեզ հենց մայրիկին Աննայով է հիշում։ Այո։ Եթե նանան միտեղ երգի ու մայրիկ չերգի, ուրեմն նանան չի երգել։ Ես ինքս եմ անգամ դա ասում, որ գնում եմ թե համերգների, թե առիթների, միշտ ասում եմ, դե ինչ Ժողովուրդ ջան, էլ ինչ համերգ կամ էլ ինչ ելույթ նանայի, ելույթը եթե նանան ձեզ համար մայրիկ չերգի կամ ծնող չգովերքի, դա իմ, այսպես ասած, այցետոմսն է իմ հայ ժողովրդի համար կողմից։ Քո երկրորդ այսպես բումային քայլը եղավ, երբ մայրիկ երգից հետո քեզ տեսանք կտրուկ ոճային փոփոխությամբ, ուր այո, տեսահոլովակով շատ այսպես բումային էր, ռիսկային կերպար էր, մեր այն ժամանակվա հասարակությունը համենայն դեպս պատրաստ չէր, հա, այսպես full 100%-անոց ընդունել այդ տեսակ տեսահոլովակի։ Եղան քննարկումներ, ես գիտեմ, որ նույնիսկ մայրիկի ճշումն է բարձրացել, երբ այդ տեսահոլովակը տեսել է։ Խոսենք այս մասին, այդ շրջանի մասին, ինչպես որոշեցիր, որ պետք է կտրուկ քայլ անես, հա, ոճային փոփոխությունների առումով, եւ ինչպես ընկալեց հասարակությունը մայրիկից հետո մյուս կերպարով նանային։ Ասեմ, դա իմ պրոդյուսերի կողմից եղավ առաջարկը, ես Record Records կամպանիայի երգչուհին էի, իրենց հետ էր իմ բոլոր կոնտրակտները, Խանոյան Դավիթի երգչուհին էի, միասին էինք աշխատում։ Եվ Դավիթը ինձ ստիպեց, որպեսզի այսպես կտրուկ փոփոխություն լինի, տեսահոլովակը տարբերվող լինի, ասում էր ջայլ աղջիկ ես, ասենք տարազով, մայրիկ բան, շատ լավ է, բայց ես ավելի շատ ուզում եմ, որ քեզ տեսնեն ավելի մոդեռն վիճակում երիտասարդ սերունդի համար, ասի խնդիր չկա, եւ այդպես նկարեցի, ճիշտ է, մաման էր շատ ջղայնացել, որտեվ ինքը չէր ուզում ինձ այդ կերպարում տեսնել, աղ կերպարն ինչ կերպար, հիմա լրիվ են մերկացել, ինչ ասես անում են, ինձ ժամանակի համար, ուղղակի ես եղել եմ շատ ռիսկային այն ժամանակ, այն թվերի համար 20 տարի առաջ շատ ռիսկային էր։ Հիմա բոլորը արդեն առանց բյուստ են տեսահոլովակներ նկարում, այնպես որ մենք շատ համեստ ենք եղել։ Մեր կտրուկ փոփոխություններ էլի համեստ է եղել։ Այդպես ժողովրդն էլ քննադատեց, ինչ ասես խոսում էին, բայց դե ոչինչ, դե մեր ժողովրդն է, թող ասի, բա ոնց բա պիտի քննադատեն, պիտի եւ քարկոծեն, եւ սիրեն, եւ բալզամեն քարկոծած մասերը։ 2000-ականների այդ սկզբի տարիները նանա երգչի համար շատ այսպես բումային էր, այսինքն ամեն աշխատանք տարբերվող էր, որտեղ ուրես տեսահոլովակից հետո ես այսօրվա պես հիշում եմ, երեխա եմ եղել, բայց հիշում եմ սիրիրինց տեսահոլովակը թանկարժեք մեքենաներով, անապատում, այսպես կրկին տարբերվող կերպար էր եւ այն համարում էր տվյալ ժամանակահատվածի թանկ տեսահոլովակներից մեկը, եթե այսպես հիշենք ժամանակները։ Չէ, որովհետև չէ, ուղղակի շատ բաներ կար, որ քանի որ ես Երևան եմ ծնվել, Երևան մեծացել, արմատներով ճիշտ է, Արցախից եմ, բայց եւ Մշից, բայց մենք ունենք լավ ընկերություն, շրջապատ, որ կան տեսահոլովակներ, որ իրենք թանկ են համարվում, բայց մենք շատ քիչ գումար ենք ծախսել, որովհետև շատ բաներ մեզ համար պարզապես այո, օգնող ձեռք եղել է։ Այո, շատ։ Հետո շատ բաներ կար, որ անգամ էլի թանկ տեսահոլովակներ ունենք, որ ինքը համարվում է թանկ, բայց շատ բաներ անվճար էր, կամ եթե ինչ-որ մի բան արժեր խոսքի 100 ռուբլի, մենք վճարել ենք 10 ռուբլի, օրինակ։ Հարգանք կա, սեր կա, ընկերություն կա, չէ՞ որ մենք էլ ենք շատ անգամ անվճար երգում մեր ընկերության համար, պատիվ ենք տալիս եւ այլն, այնպես որ ես շատ ընկերասեր եմ, ունեմ շատ մեծ լայնածավալ ընկերություն, շրջապատ, բարեկամներ,
շատ բաներ ինձ համար անվճար, որտեղ ես ինքս եմ գնում անվճար իրենց համար, միշտ իրենց կողքը կանգնած եմ։ Այդ թանկ տեսահոլովակների շարքում կար նաև Կարմիր գինի երգը, ով որ կրկին այո սիրված է ինչ խոսք եւ տեսահոլովակն էլ նկարահանել էր Դուբայում, եթե չեմ սխալվում 2008 թվական։ Այդ տարիների համար եւս այն թանկ տեսահոլովակ էր համարվում եւ չեմ կարող, բայց մեզ Միկա Կոնկերուհին եւ իր ամուսինը եթե չեմ սխալվում Արմավյան կամպանիան մեր traveling հիշում եք չէ Արմավյանն էր մեզ հովանավորել եւ Միկային տուրը որ այդ տեսահոլովակի վերջում բոլոր հովանավորների անունները գրված էր մենք այդ տեսահոլովակի վրա էլ առանձնապես գումար չէինք ծախսել ենք այսինքն հովանավորներ էր եղել Եվ Կարմիր գինին մինչ օրս նայեք քանի սերունդ լսում է եւ պատրաստում եմ նոր ռեմիքս տարբերակը թողարկել Կարմիր գինի, Նանանեի եւ Երանի երգի հիմնան վրա Այս տարվա մեջ ականատես կլինենք Այո DJ Love հետ մենք Լովայի հետ նոր աշխատանքի ներկայացվելու դե անհամբեր սպասում ենք որտեղ դա մեր բանկության երգերն են Դա ես հենց իմ երկրպագուների համար ովքեր որ sense անդավաճան երկրպագուներ ունեմ, որոնք որ սիրել են, սիրում են եւ այնքան շատ են ինձ սիրել, որ իրենց երեխաներն են ինձ սիրում ու կարամ ասեմ արդեն երեխաներն են այդ երգերի ներքո մի սերունդներ են մեծանում այդ երգերի ներքո արդեն գնում այդ երգերը հին երգերը սիրում են Նան, երբ այսպես հետ հայացք ենք գցում քո տեսահոլովակների առումով, քո լուքերի առումով, ու առհասարակ, հա, քո սթայլինգի իմաստով, շատ հետաքրքիր է ով կա Նանայի թիկունքում, օրինակ մեր հասարակություն, ես ուզում եմ հենց քեզ օրինակ բերեմ, չի կարող ընդունել, որ երիտասարդ կայացած աղջիկը կարող է ինքը այդ հսկայական գումարները վաստակել իր երգով։ Ոնց կարող է ես գումար չծախսեմ։ Այ որտեղից մեր մոտ այդ մտածելակերպը, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ թանկարժեք հաճույքեր են թույլ տալիս, դա կլինի տեսահոլովակ, դա կլինի երգ առհասարակ եմ ես ասում, պետք է նրա թիկունքին ու կապ չունի այս դեպքում կին թե տղամարդ, նրա թիկունքին պետք է ինչ-որ հարուստ հովանավոր լինի։ Միշտ է եղել, անպայման չի լինես երգչուհի, կարող է լինես անգամ, չգիտեմ, ուսուցչուհի կամ ասենք բրիգադիր, ասենք մեջքին կանգնած է ինչ որ մի հարուստ մարդ, դες բան չկա, դու եթե լինես աշխատասեր, դու ինքդ գումար կվաստակես եւ քո ցանկացած տեսահոլովակն էլ երգն էլ ինքդ հովանավորես ինքդ քեզ, չէ՞ որ ես գումար աշխատող եմ Փարկասու ես առաջին քայլերը որ սկսել եմ ես արդեն պրոդյուսերի հետ եմ սկսել մենք ունեցել ենք մեր բյուջեն այսինքն աշխատեցի $100 ասենք այսքան տոկոսը իմն է այսքան տոկոսը պրոդյուսերին է եւ այսքան տոկոսը մեր հետագա քայլը մեր կասան է կասայից գումարները վերցնում ենք ամ մեկս մեր գումարները ենք դնում աշխատանքի մեջ հետո պայմանական ունենք այն ժամանակ կար կասետ դիսկ DVD Չէ՞։ Ժամանակները ուրիշ էին իհարկե։ Մենք վաճառքից DVD-ի վաճառքից այսքան տոկոսը իմն է, իմ ելույթների գումարներից այսքան տոկոս այդ մարդուն, այսինքն ինչու ես միշտ մի բան չեմ կարացել հասկանամ, ինչու աղջիկների մասին խոսում են, թե պիտի ունենա սիրած, բայց տղաների մասին չեն խոսում, որ պիտի ունենա Սիրուհին ավրեն գումար դնում։ Խի, ինչի տղաները գումար են աշխատում, աղջիկները գումար չեն աշխատում։ Հենց դրա համար եմ ուզում հասկանալ, որտեղից մեր ազգի մեջ այդ մտածելակերպը։ Դա մի քիչ հետամնաց մտածելակերպ է։ Իսկ այս տարիների տղաներից շատ գումար աշխատեն, որովհետև ասենք նայած ընտանիքներ կան, որ ասենք հրավիրում են իրենց միջոցառումներին, ասենք նույն այս վերջի, որ գնացել էի Փարիզ, նավի վրա մեծ հարսանիք ա եղել, գնացել եմ երկել եմ, շատերը գիտեին։ Ինձ հրավիրողը ու իմ այն մեծ երկրպագուն եղել է Փեսայի մաման։ Փեսայի մաման է ինձ հրավիրել։ Իմ սիրուհին է եղել կամ իմ սիրեկանն է եղել։ Դες հիմար խոսակցություններ չի կարելի Ժորժը։ Չէ՞ որ մենք երգում ենք, ներկայացնում ենք Եռագույն դրոշ, ներկայացնում ենք հայրենիք։ Ես որ գնում եմ ասում եմ Հայաստանից ձեզ համար մեծ սեր եմ բերել, Հայաստանից ջերմություն եմ բերել ձեզ համար, հայեր ջան, ձեր ցավը տանեմ։ Այդպես եմ բեմ հելնում։ Ոնց կարելի է նման երկչու խոսքերից հետո ինչ-որ հիմար բաներ արտահայտել, չի կարելի։ Մենք ժողովրդին սիրում ենք, մենք ժողովրդի համար ենք անում դժվար օրերին, պատերազմի օրերին, որփ երեխաներին, ինչքան օգնություններ եմ անում, ինչքան օգնություններ եմ բանը։ Ես դա չեմ անում, որ խոսեն կամ չգիտեմ, գիտես, արած աշխատանքի դիմաց գովազդ ընդհանրապես չի եղել։ Բայց սեր
Սեր շատ սեր եմ տալի իմ ժողովրդին ու կուզենամ որ այդ սերը փոխադարձ լինի, բայց փառք Աստծո ինձ շատ են սիրում։ Իհարկե, մեր հայությունը միանշանակ։ ես խոնարհվում եմ իմ ազգի առջև, իրոք այն սերը, այն ընդունելությունը, որ ամեն մեկը չգիտի ոնց ինձ մերսի ասի, նվերները, որ ինձ տալիս են, չէ որ դա սաղ սեր է։ Ես մի անգամ հիշում եմ, դու նշել էիր, որ դու երգում ես այն, ինչ ժողովուրդն է ցանկանում լսել, սիրում, եւ դա իր տեղը եւ արդյունքը թողեց, որտեվ այսօր քո յուրաքանչյուր երգ հիշողություն է արտնասում եւ իր ժամանակի մեգահիթ է համարվել։ Այս կոնտեքստով ինչպիսին էր դու ինքդ քեզ տեսնում, այն երգերը, որ մատուցում էիր ժողովրդի ճաշակով, այն ինչքանով էր համապատասխանում քո ճաշակին, դու դա ստիպված էիր անում, որտեվ ժողովուրդն էր սիրում, թե դու զգում էիր այդ երաժշտությունը։ Չէ, սիրում եմ նախ իմ մաման շատ լավ երգում, ճիշտ է կապ չունի շոու բիզնեսի հետ ընդհանրապես, ինքը պետական աշխատող է։ Ինձ որ ասում են Նանա ջան, երբ անց ես երգում, ես միշտ ասում եմ մամայիս փորից եմ երգում։ Այսինքն մամայիս փորի մեջ ցենց հանգիստ իմ համար պարկած լսում եմ, իսկ մաման միշտ երգել է ժողովրդական երգեր, ինքը ավելի շատ այն ինչ որ ես այսօր շատ կատարում եմ, ես անգամ մամաց ուներ գրված գիրք ուներ, որ այդ իրա գրված էլի օրագիր։ Այդպես այդ գիրքը միջև հիմա կա, շատ երգեր ես թերթում եմ, շարանները որ հավաքում եմ, մամայի գրքից եմ գողանում։ Եվ այդպես ես երգել եմ այն երգերը, որը որ Եվ ժողովուրդը ժողովրդի, այո, բայց ես ավելի շատ սիրում եմ ժողովրդական երգեր։ Ժողովրդական, թեկոս լինի 6-8-եր, բայց 6-8-ը դա ընդհանրապես չափ է, դա ռաբիս երաժշտություն չի, դա մեր արյան մեջ է։ Անկամ այսպես մի բան ասեմ, էլի, մեր բուջուր երեխաներին փոքր նոր ծնված մի տարեկան, 2 տարեկան երեխաներին, որ պարացնում են, ինչ են ասում են ջազի տակ բարի, թե ռոքի տակ բարի, ինչի տակ են պարացնում, ասում են տենգելե 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 տենգելե, տենց ենք պարացնում երեխեքին, թե ասում են I wanna be loved, չէ, ասենք երևի որ պարացնում ենք, տենգելե տենգելե 6-8-ի տակ չէ, ցենց շոր բա։ Այդ մեր արյան մեջ է։ Եվ վերջինս պետք է մոռանանք ովքեր են մեր հարևանները եւ ովքեր ենք մենք։ Հարևանների հետ ես գործ չունեմ, ես խոսում եմ մեր երկրի մասին, մեր երեխաները պարում են տնգլը, երեխեքին տենց ենք, չէ՞ պարացնում։ Ո՞րն է քո երգացանկից քո մայրիկի ամենասիրելի երգը։ Մայրիկս իմ բոլոր երգերն է շատ սիրում, ես չեմ կարա իր տեղը խոսեմ, մի օր դու իրան հարցնես։ Դե ասի կարող առանձնահատուկ։ Ամենաշատը հա, դե ծնող գովերքող երգերը, իր ամենասիրելի երգից։ Այս վերջերս մի հատ երգ էի թողարկել, մամ է կոչվում։ Դաշնամուրի մոտ նստած։ Մաման առաջի անգամ, որ շատ լիացեց այդ երգի տակ, եւ մենք կարոտեցինք տատիկին։ Այդպես։ Խոսեցինք երաժշտության ոճի մասով, ես հիշում եմ, երբ մի մեծ իրարանցում եղավ, երբ նշում էին Նանա, Ռաբիզիթ Հագուհի եւ այս կարգի խոսակցություններ, ես հիշում եմ, որ դու չէիր էլ դիմադրում, որ այ ինձ կասեն Ռաբիզիթ Հագուհի կամ եւ այլն։ Թող ասեն, բայց ես ինձ չեմ համարում Թագուհի, ես համարում եմ սիրված երգչուհի։ Բնականաբար դա այդպես էլ է։ Եթե ասեն, թող ասեն, ես հա հանրային հեռուստատեսությունում մի հաղորդման ժամանակ ասեցին դա, ես ինքս էլ շոկարեցի, ինչ Թագուհի, ինչ Ռաբիզ, ինչ բան, ես սովորական երգչուհի եմ, ասենք, ես չեմ սիրում տես բաներ։ Եթե ուզում են ասեն, թող ասեն, բայց ես ինձ ավելի շատ կթագադրեմ սիրված, ժողովրդի կողմից սիրված լավ մարդ, երգչուհի, ես տես բաներ եմ մեծ տեղ տալի, չէ՞։ Ժողովուրդը նաև շատ մեծ հետաքրքրությամբ այսպես տարիների ընթացքում հետևել է քո անձնական կյանքին։ Ինձ մե շատերը գիտեն, երբ 2005 թվականին դու նշանադրված ես եղել Ամերիկա բնակ հայ գործարարներից մեկի հետ, սակայն ինչ-ինչ պատճառներով, դե այդպես են ավանդերքում, լավ, սովորական մարդ, եւ ձեր նշանադրությանը, եթե ճիշտ եմ հիշում, նա չի ներկա եղել, այլ իր հայրիկն է եղել։ Եվ թղթերի այդ խնդիր ուներ չկարողացա։ Տարիները անցան, երբ դու բացահայտում արեցիր, որ խաբեության զոհ ես դարձել հենց իրենց կողմից, եւ այսօր Ամերիկա հայությունը, որը շատ մեծ թիվ է կազմում այնտեղ, Միացյալ Նահանգներում, անդադ հրավերներ կան, բայց դու չես կարող մուտք գործել այդ երկիր իր խաբեության պատճառով։ Ես մարդու չեմ խաբել եւ չեմ կարողանում բանանեմ ապացուցեմ դեսպանատանը, որ ուղղակի մարդու գլխին կարան սարքեն։ Իսկ ինչ որ քայլեր արվել է կրկին Ամերիկա գնալու հետ կապված։ 12 թվականին ես
մանկաբաշխության ներկա պիտի լինեի Որպես տարվա լավագույն մոդեռն երգչուհի, այո, պիտի գնայի, նորից մերժեց դեսպանատունը, էլ չդիմեցի, որովհետև այդ անհարգալից քայլերը, որ դեսպանատունը անդադ անում է, չգիտեմ, մի քանի հիմարի պատճառով, ինչ ասեմ, ես ուզում էի դեսպանի հետ անգամ հանդիպեի, որպեսզի բացատրեմ, որ ես մեղք չունեմ, իմ գլխին դա սարքել են տգետ, անգրագետ մարդիկ։ Այդպես հետո շատ զբաղված էի, այդպես բանտեղ չդրի, բայց Ամերիկայից մեր Ամերիկայում բնակող հայերով գալիս է միջոցառում նշելու միշտ ինձ հրավիրում են։ Կարոտը Հայաստանում են, Հայաստանում Եվրոպայում, այո։ Իսկ Նանան ունի սիրելի տղամարդ, իր սրտում հոգում պահված, որը որ դեռ չի ցանկանում բարձրաձայնել։ Իհարկե ունի, ոնց կարա Նանան անտեր լինի։ Չէ, դե անտերի մասին չենք ասում, Դե իմ այ նկատի ունեմ, իհարկե, իմ սրտում կա տղամարդ, ում հետ ես ապրում եմ, շատ երջանիկ եմ։ Ես եւս գիտես, քեզ մտերիմ որպես ընկեր ցանկանում եմ, որ շատ երջանիկ լինես եւ ես ինչքան շատ եմ ուզում, որ դու երջանիկ լինես։ Եվ անձնական կյանքի ես էլ եմ սպասում, որ քո հարսանիքին լավ քեֆ անենք։ Սիրով, հուսամ այդ օրն էլ չի ուշանա։ Եվ այսպես ավելի զգացական թեմանել եմ ուզում անդրադարձ կատարել եւ անցնենք առաջ։ Շատ հուզիչ պահեր, երբ մայրանալու թեմայի հետ կապված դու նշում էիր, որ ինչ որ խնդիրներ, դժվարություններ կան մայրանալու առումով, ուզում ենք հասկանանք այդ թեմայով ինչ որ քայլեր արվել է, որովհետեւ մենք ապրում ենք թվային դարաշրջանում եւ այսպես ասած անհնար բան չկա, հա, մայրանալու հետ կապված։ Դու ինքդ ինչ ես կարծում։ Չկա, բայց բաներ կա, որ դե փորձում ենք Աստված առաջ, թող Աստված ողորմա մի հրաշալի բալիկ գրկեմ։ Աստված ի սրտե դա ցանկանում եմ։ Ես էլ եմ հույսով, հույսս չի կտրվում, սպասում եմ, շատ եմ երազում աղջիկ ունենամ։ Ես դա գիտեմ եւ ես տեսել եմ, թե դու ինչքան մեծ սիրով եւ ուշադրությամբ ես վերաբերվում քո ընկերուհիների, ընկերների երեխաներին, այսպես նրանք էլ քեզ ընկալում են որպես իրենց երկրորդ մայրիկ։ Մայրիկ, այո։ Շատ եմ սիրում ինձ։ Նա ամփոփելով զրույցը ուզում եմ իմանալ ինչ նոր պրոյեկտներ կան, ծրագրեր կան։ Բացի այդ հին երգերի նոր տարբերակներից։ Նոր երգեր էլ կան։ Նոր կրկին քո ոճի մեջ թե ինչ որ էքսպերիմենտներ փորձել ես ներկայացնել։ Էքսպերիմենտներ էլ կլինեն, դե ես իմ ոճի մեջ եմ երգում, որովհետև ես մի բան եմ հասկացել, երբ որ ոճային փոփոխություն եմ անում, իմ ունկնդիրը չի հասկանում ինձ։ Դա էլ եմ նկատել տարիների ընթացքում։ Մի հատ երգ կա, դեմի մի կտոր հատվածը արաբերեն եմ երգել, չգիտեմ ինչու այնպես բան է, դուրս գալիս է արաբերեն, իդեպ նաև եզդերեն երգեր ունեմ, բայց թողած շատ եմ լինում եզդիների հարսանք, շատ եմ սիրում իրենք էլ ինձ, հարգում, սիրում են, եզդերեն այնպես եմ երգում, որ ինքս չեմ հավատում, որ դա ես եմ էլի երգում։ Եզդիները գալիս են, եզդիները գալիս են, հարսանիքի ժամանակ գալիս են մեր ժողովուրդը գալիս են, սկսում են եզդերեն հետս խոսալ, ասում եմ, չեմ հասկանում, ասում եմ, բայց եզդերեն է իր երգում, ասում եմ, երգում եմ, բայց չեմ հասկանում։ Բառեր կան, որ հասկանում եմ, խոսակցական, ընկերուներ ունեմ եզդի, որ ընկերություն եմ անում, քուրիկներից պես սիրում եմ իրանց շատ, ու չգիտեմ, իրանք լավ ժողովուրդ են շատ, հետո հայ ու եզդի ընկերության մեջ շատ մեծ բարեկամություն կա, շատ, ես շատ բաներ չգիտեի ճիշտն ասած, սովորեցի ընթացքում, ու այլ ավելի շատ իրանք սիրեցի, հարգեցի մեր պատերազմներին դարերով եկած, միշտ մեր կողքին են եղել, միշտ հայի կողքին են եղել, միշտ հայասեր են եղել, դրա համար ես այդ ժողովրդի առջև խոնարհվում եմ, շատ սիրում եմ, իրանք բոլոր տրադիցիաները հարգում եմ։ Նան դու այն շարքի, հա, երգչուհիներից ես, ով այսպես ժամանակի փոփոխության վկան է եղել հայկական շոու բիզնեսի առումով եմ ասում, դեր ժամանակներում տեսա երիս կար, ձայներիս կար, հետո CD-ներ, եւ այժմ էլ դրանք լրիվիչիկ գնացին եւ արդյունքում ունենք միայն Instagram-ներ, TikTok-ներ եւ Facebook-ներ։ Այո, YouTube-ով երկիչ երգչուհի YouTube-ով ենք բանանում, ասենք շատ ծիծաղալու է, որովհետեւ չի կարելի ոչ YouTube-ով ոչ Instagram-ով, ոչ Facebook-ով երգչի աշխատանք կամ ինչ-որ պատմություն կերտել չի կարելի, որովհետև մենք էլ ժամանակին, ասենք, CD, DVD, կասետ թողարկած երգչուհիներ ենք, փառք Աստծո, իմ էջերը լավ է, բայց այսօր չես կարա դու վաստակավոր արտիստին համեմատես կամ տարիների ճանապարհ ունեցած արտիստին, երգչին,
կամ թեկուզ դերասանին համեմատես բլոգերի հետ։ Չի կարելի։ Բլոգերը թող իր աշխատանքն անի, խնդիր չի, մեր ընկերներն են, բայց արտիստը դա արտիստ է։ Բլոգերները ավելի շատ են հարգում արտիստներին, սիրում, ընկերություն անում, քան կողքի խոսացող մարդիկ, որ ասենք կարան համեմատեն բլոգերին արտիստի հետ, ինչ որ բաներ գրեն, բաներ խոսան, չի կարելի, ժողովուրդ ջան։ Բլոգերը դա բլոգեր է։ Ձեզ դուր է գալի բլոգեր, հարց չկա, բայց արտիստը թողեք մնա իր համար, իր արտիստական աշխատանքը վարի, որպեսզի ձեզ համար կամ դերասան գեղեցիկ դերեր կատարի կամ երգեր մատուցի ձեզ։ Ինչ կբերեիր քեզ հետ ներկա այսօր 2003 թվականի Նանայից։ Դե ինչ կարացել եմ բերել եմ։ Ինչքանով ես փոփոխվել ինքդ քո մեջ, ինչքանով ես բացահայտել Նանային։ Ես փորձում եմ ուղղակի Նանային բեմում պահեմ լավ մարդ, ամենաառաջինը, երևի դու ինքդ էլ դա գիտես։ Եվ փորձում եմ մինիմալի գեղեցկություն պահել, զբաղվում եմ սպորտով, զբաղվում եմ ինձանով շատ, որպեսզի իմ ունկնդիրը ոնց ինձ սիրել է, տենց միշտ սիրի։ Եթե քննադատում են պլաստիկ վիրահատություն, չգիտեմ ինչ, Իդեպ այդ թեման շատ է նաև քննադատում քեզ, ես չէի ուզում անդրադառնալ, բայց Չէ, ես նորմալ եմ նայում։ Ես սպորտով եմ շատ զբաղվում, մարմինս փորձում եմ հնարավորինս պահել, հետո մենք միասին շատ ենք ճաշել, երևի դու տեսել ես, որ ես տենց շատ ուտող չեմ կամ կարելի ասել ընդհանրապես ուտող չես, հաց չեմ օգտագործում, հա։ Քաղցր չես Քաղցր չեմ օգտագործում, հաց չեմ օգտագործում, շաքար չեմ օգտագործում։ Այն ինչի մեջ կա ալյուր եւ շաքար, ես ինձ պահում եմ։ Ուտելիքներ շատ կա, խոզի միս ընդհանրապես չեմ օգտագործում, մսային քիչ եմ Առողջ ապրելակերպի ջատագով։ Ավելի շատ բանջարեղեն, կանաչեղեն եւ ծովամթերք։ Ես շատ եմ օգտագործում դրանք եւ առանց հաց եմ ուտում։ Խմիչքներից սիրում եմ գինի, օղի չեմ խմում ընդհանրապես, վիսկի, սիրահար չեմ, խմում եմ գինի։ Իմիջալույց գինու հովանավոր ունեք դուք։ Ինչ ասեմ իմ մասին։ Վիրահատություններից կատարել եմ քիթս։ Դեմքս պլաստիկ վիրահատություն չեմ արել, ով կասկածում է, կարող խնդրեմ։ Ստուգենք։ Մի անգամ գնացել եմ մի հատ կոսմետոլոգիս մոտ դեմքս թարմացման համար։ Հա, միջոցառում շատ եմ միջոցներ օգտագործել, որպեսզի դեմքս թարմ մնա, բայց ինյեկցիաներ են եղել, դա ոչ թե կտրել բան։ Այս կոսմետոլոգս աշակերտներ ունի, տենց ինչ որ խոսել են բանանան վիրահատություն, բան։ Ասես պարկել եմ ինքը պիտի բան սրսկի, մեկ էլ ասում եմ, սենց հա, մի հատ կյանք որ խնդրեմ սենց կան, սենց եմ արել, ասում եմ, նայեք, ու սենց մազերս քանդել է, բաց եմ թողել մազերս, եւ սենց բաներ է սենց մանգար, սենց հա, նայեք, որ ոչ մի հատ կտրված չունի, սրանից հետո որ կասի, գնացեք ասեք, որ նանա վիրահատություն չի արել, ասեցի Քրիստիկ, ասի արի բանանենք այդ վիդեո անենք, որ ուղարկենք կայքերը, որ ժողովուրդը հասկանա, այս վիրահատություն չեմ արել, բացի քիթս է խնդիր ունեի շնչառության հետ, փոքր ժամանակ տենց վթար է եղել ինձ հետ, բոլորը ով ինձ ճանաչում է փոքրուց, կիմանա, դա մի հատ փոքր շրամ ունեմ, այդ շրամի հետ կապված քիթս ջարդել էի փոքր ժամանակ ու իմ քիթը փոքր է եղել, ով ինձ մոտիկից տեսել է, գիտի, որ քթի խնդիր ունեի փոքր ժամանակվանից։ Հետո արդեն մեծանալով տարիքի հետ շնչառության խնդիր ունեի, արդեն երգելուց զգում էի, որ ծանր եմ շնչում եւ երբ որ գնացի վիրահատության բժիշկը մեր Արմենը Հարությունյանը զարմացել էր, ասում է դու ո՞նց ես այսքան տարի ես քթով երգել, այսինքն միջնապատը ամբողջական գանգի մեջ է եղել։ Մալադես նանա։ Ամենակում երկը հաղթել է առողջության այս դեպքում։ Հա, իսկ հիմա փարկած շատ լավ եմ շնչում։ Ամփոփելով զրույցը, ես ուզում եմ իմանալ եւ հասկանալ, դու ինքդ քեզ որ կետում ես կարոտում, որ նանային ես կարոտում դու։ Ես ինձ շատ եմ սիրում, երբ որ ես զբաղվում էի յոգայով, Մոսկվայի ապրում, մի պահ տեղափոխվեցի Մոսկվա, զբաղվում էի յոգայով եւ յոգայի հոգեվոր յոգայով, դուխովնայի յոգա, հա։ Շատ բան սովորեցի, որ մարդը ինքը երկիրը, երկինք, Աստված, տիեզերք, հասկացա, որ մարդ ամենաառաջինը ինքը պիտի ճանաչի ինքը իրան, եսը, ու ինքը իրան սիրի, որպեսզի ինքը իր համար ինչ անի, ինքը սիրելով դա անի, սիրելով հաց ուտի, սիրելով արտանա, սիրելով ընկերներին, սիրելով իր ընկերներին, սիրելով շփվի, այսինքն շփվի սիրած մարդկանց հետ, ընտանիքի անդամներին անգամում սիրում է իրանց հետ շփվի, այսինքն դու քեզ պատես սիրով,
Ես ինձ շատ սիրում եմ, ես իմ ծնունդները նշում եմ, սիրով եմ նշում, միշտ քեֆ եմ անում իմ ծնունդներին եւ ինքս ինձ այնքան եմ սիրում, որ ոչ մի բանից չեմ կտրում, ինչ սիրտս քաշում այն էլ անում եմ։ Իսկ կարոտելը որ ժամանակահատվածին Աննային ես կարոտում։ Տենց բան չկա։ Քեզ համար բոլոր ժամանակներին անամ։ Ես ինձ շատ եմ սիրում, խնդիր չկա, ես ինձ նեղություն չեմ տալիս։ Շատ Անկամ եթե մարդու հետ լինի ընկերուհի, լինի սիրած մարդ կապ չունի, լինի անգամ ընտանիքի անդամ, եթե կոմֆորտ չեմ զգում, ես այդտեղից գնում եմ։ Ես ամսով էլ խոյեմ, շատ Այդ խոյերը անձնազոհ են։ ձիգ բնավորություն ունեմ, ում հետ ես ապրում եմ մի հատ sense օրենքով։ Ես ապրում եմ իմ կոմֆորտով։ Եթե մարդու հետ ինձ կոմֆորտ չի, ես չեմ շփվում։ Անկամ հաղորդումների չեմ գնում եւ շատ են հրավիրում չեմ գնում, որովհետեւ այդ մարդկանց հետ ես ինձ կոմֆորտ չեմ տեսնում։ Ինչի համար եւ ինձ նեղություն տամ, ներվերս փչացնեմ, հետո ժողովուրդն էլ պահա գալիս, սխալ են հասկանում, ինչ որ բան ես ասում, մի պահ ուրիշ ձև են ընկալում, ես դրանից նեղվում եմ, ասենք խոսքի, ես լավ բան եի ասում, չգիտես, խի մոնտաժի ընթացքում ուրիշ բան է ստացվում, վատ եմ զգում, չէ՞ որ ես ժողովրդի համար այնքան բան եմ արել ու մեկ էլ ինչ որ սխալ ես ներկայացնում ինչ որ մի բան կամ սխալ են մոնտաժում ու քո գլխին ինչ որ բան է ջարդվում, դրա համար ոչ հաղորդման եմ հյուր գնում, ոչ էլ, որտեղ ինձ կոմֆորտ չեմ զգում, չէ՞ որ մենք արթնանում ենք մի տեսակ կոմֆորտ չելի ես ուզում քնես, մեկ չել ես քնում, օրինակի համար, չէ, պիտի ապրես կոմֆորտով, կոշիկը հագնում ես, կոմֆորտ չի հանում ես, չէ, շորը հագնում ես, կոմֆորտ չի հանում ես, մարդու հետ ապրում ես, զգում ես, կոմֆորտ չի քեզ իր հետ բաժանվում ես, այսինքն մենք ապրում ենք մեր ամբողջ կյանքի իմաստը, դա ճիշտ ասած յոգայի ժամանակ էլ էի զգում, որ մեր ամբողջ կյանքի իմաստը կոմֆորտի մեջ է։ Երեխան հենց մոր արգանդից ծնվում է լույս աշխարհը գալիս, արդեն այնտեղ կոմֆորտ չի, ուզում է դուրս գա։ Հասկանում եք, այդ կոմֆորտից է, մեր կյանքը կոմֆորտից է սկսում։ Երեխուն բարուր են արել, մեր ժամանակ բարուր էին, չէ՞, անում ասում է, երեխան տանջվում է բարուրի մեջ, չէ՞, կոմֆորտ չի, ինչ են հիմա անում, հիմա բարուր չեն անում։ Հիմա պամպերսներ են հագցնում երեխաներին եւ երեխաներին ազատություն են տալիս։ Այսինքն կոմֆորտ են։ Մանկուց մենք փնտրում ենք կոմֆորտ։ Մի քիչ դպրոցում ենք տանջվում, ուզես չուզես կոմֆորտը թե չէ տեղավորվի։ Պետք է, այո, դա հետագայի համար է կոմֆորտ ապահովում։ Բայց ամբողջ մեր կյանքի իմաստը կոմֆորտի մեջ է։ Ես հուսով եմ եւ ցանկանում եմ, որ դու հետագայում եւ այսօր էլ գիտեմ, որ կոմֆորտի զոնայում ես, հետագայում էլ քո սիրելի եւ հաճելի կոմֆորտը ունենաս, ինչին որ ձգտում ես։ Միշտ այո, կոմֆորտի մեջ ապրեմ։ Դա էգոիզմ չի։ Դա պարզապես դու խնամում ես քո կյանքը քեզ համար, որտեվ մեր ամենաթանկ բանը, որ մեր կյանքում կա, դա մեր ժամանակն է։ Ամենաթանկ։ Եթե մենք չափսոսացինք մեր ժամանակը, չապրեցինք կոմֆորտով, տարիները անցնելու է, մեծանալու ենք ու սկսենք ափսոսանք տանել, թե ինչու ես իմ կոմֆորտից հրաժարվեցի, չգիտեմ ինչի համար։ Հանուն ինչ որ մեկի կամ հանուն ինչի։ Չեմ ուզում։ Ես ուզում եմ ապրել երջանիկ իմ բեմում, իմ ժողովրդի հետ, իմ կոմֆորտի մեջ։ Ի սրտե դա ցանկանում եմ, շատ սիրելի Նանա, եւ հաղորդման վերջում ունեմ 6 բլիթ հարցեր, որ բոլոր իմ հյուրերին ես դա տալիս եմ։ Անցնենք բլիթ հարցերին։ Ցայր Տիգրան, ազնվական վայելքը ձեր ձեռքում։ Որը կլինի այն միակ խորհուրդը, որ ինքդ քեզ կտաս։ Շատ բարի չլինեմ, որովհետև շատերը շահագործում են իմ բարիությունը։ Իրոք շատ բարի եմ։ Չափից դուրս։ Ինքս իմ վրա ջղայնանում եմ, գնում եմ տուն, ասում եմ հերիկա, այ դեբիլ, այ բարի է, քիչ բարի եղի։ Չէ բարխի չկա քո կյանքում Նանա ջան, չէ բար չունեմ։ Բնության որ երևույթին ես նմանեցնում քեզ եւ ինչու։ Դե ես կրակ եմ, ավելի շատ արևի։ Կրակ եմ, արև եմ շատ սիրում։ Աշունը տխուր է, գարունը ցուրտ է, ամառը չեմ սիրում, իսկ եթե ինչ-որ մեկը արևին զայրացնում է, այրում է թե չէ։ Եթե այրի, թող ուրախ լինի, որ մեկ-մեկ արևը
իր այդ նեղությունը փոխանցում է վերևին, դա վերևից պատիժը ավելի դաժան է լինում։ Ես շատ անգամ որ ջղայնանում եմ, ասում եմ, ջղայնանում եմ մեկ այդ ինչ որ լեզվակռվիչ, ասում եմ, ասա մերսի, որ ես եմ կռվում հետդ, եթե տվեցի վերևները ավելի վատ կլինի։ Ավելի դաժան է լինելու։ Պատմական որ հերոսի փոխարեն ցանկանայիր լինել եւ ինչու։ Պատմական հերոս։ Չեմ պատկերացրել ինձ պատմական հերոսի կերպարը։ Պատմական հերոս ինքը ավելի ընդլայնված է ներկայացված, պարտադիր չի ինչ-որ թագավոր կամ թագուհի, այլ կարող է լինել հին ժամանակների երգիչ կամ երգչուհի, ինչ-որ քեզ համար նախընտրելի հերոս, կամ միգուցե դու ինքդ քեզ համար ես քո հերոսի կոչումը կերտում։ Չգիտեմ, չկա դες, չունեմ։ Չունես։ Առանց ում կամ ինչի չես պատկերացնի քո կյանքը։ Ինձ համար շատ դժվար կլինի առանց մամայիս։ Մամայից հետ շատ կապված եմ, իրան պաշտում սիրում եմ, չեմ պատկերացնում իմ կյանքը առանց իրան։ Եթե քո կյանքը վերածենք գրքի, այն ինչպիսի վերնագիր կունենա։ Վայ։ Չգիտեմ, բայց ճիշտ ասած ես մտածում եմ, որ իմ մասին կուզենամ, մի 10-15 տարի կամ միգուցե 20 տարի հետո ես կուզեմ իմ մասին ֆիլմ նկարեմ։ Իմ դժվար կյանքի մասին։ Դժվարության մեջ կա նաև ինչ որ իմաստուն, մոտեցում, Քան որ գիտեմ քո մարդկային տեսակը, ես գիտեմ, որ դու քո բոլոր դժվարությունները, այսպես վատ ապրումները ներս ես գցում, դու ցույց տվող չես, այսինքն քո խնդրումը միայն դու գիտես։ Ես sense մի հատ պրինցիպ ունեմ, որ եթե դեմս կա քար, քարի վրայից թռնեմ առաջ, գնամ քարից։ Ես կարող եմ չուզեմ քարը քաշեմ այս կողմ, բայց եթե այդ քարը շատ այս ծանր է, ես փորձում քարի վրայից թռնել։ Թեկուզ լինի լեռ սար, ես այդ լեռի սարի վրայից կթռնեմ։ Գուցե կյանքի գրքի վերնագիրը լինի թռիչք։ Չկոտրվել, երբեք ոչ մի դեպքում չկոտրվել։ Կյանքը հրաշք է, կամ կարա գրքի վերնագիրը լինի կյանքը հրաշք է, սիրեք կյանքը։ Կյանքը սիրեք, կյանքը հրաշք է, սիրել կյանքը, չգիտեմ։ Եվ վերջում Նանան ունի չասված խոսքեր։ Չէ, Նանան ոչ բան իր մեջ չի պահում, ինչ մեջը կա, ինքը անգամ միկրոֆոնի միջոցով է ասում, կամ ուղիղ եթեր կար ասի, կամ իր սոցցանցերում բոլոր Նանա Արմենիա ցանցերում այնպեսի ասելու բաներ է լինում, որ ասում եմ, լավ եմ անում։ Շատ լավ։ Անչափ շնորհակալ եմ, որ այսօր եկել էիր եւ զարթարեցիր մեր չասված խոսքերը, եւ ես ցանկանում եմ, որ քո կյանքի վերնագիրը, որ միշտ ճպտում է կյանքին, դա լինի փոխադարձ։ Մերսի շատ, շնորհակալ եմ հրավերքի համար, շնորհակալ եմ բոլորին մեզ դիտելու համար, հույսով եմ շատ չեք քննադատի ժողովուրդ ջան, մենք Սարիկի հետ շատ լավ ընկերներ ենք, մեր երկրին մաղթում եմ ամենակարևորը խաղաղություն եւ բարգավաճում լինի մեր երկրում ամեն ինչում, թող շատ բալիկներ ծնվեն, զարգանան, մեր երկիրը ել ավելի բարգավաճի։ Շնորհակալ։ Ես էլ եմ շնորհակալ։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, Բաց TV-ի եթերում չասված խոսքեր հաղորդաշարներ։ Իսկ այսօր իմ հյուրը բոլորիս կողմից սիրված երգչուհի Նանան էր։ Շնորհակալություն, մինչ հանդիպում։